Սիրիայում կրկին արյուն է թափվել, 1000-ից ավելի զոհ կա, այդ թվում նաև հայեր, զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ وهاي من الشيء اللي احنا نقريه كلهم هون Եթե կարճ երկրի նախկինի Բաշար Ալ-Ասադի աջակիցները դուրս են եկել նոր իշխանությունների դեմ։ Ասադի անկումն ապահովված ահաբեկչական անցյալով նոր նախագահը Ահմեդ Ալ-Շարան հայտարարում է իրենց կարողություններն են փորձում։ Բայց պատմությունն այս կարճ պատմել չի լինի, դետալներ կան կարևոր եւ խաղացողներ, ոչ նոր։ Ասադի տապալումից ու փախուստից մոտ 3 ամիս անց մարտի 6-ից նրա կողմնակիցների եւ երկրի անվտանգության ուժերի միջև ծանր մարտեր են ընթացել, հիմնականում ափամերձ Լաթաքիայում, որտեղ մեծամասնությունը Ասադին աջակցող ալավիներ են։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, ավարտել են ռազմական գործողությունները տապալված նախագահի մնացորդների դեմ։ Բայց այս բախումներում նաև խաղաղ բնակիչների դաժան սպանությունների բազմաթիվ վկայություններ կան։ Երկրի փաստացի առաջնորդ Շարան խոստացել է բռնարարներին պատասխանատվության ենթարկել եւ չի ընդունել մեղադրանքը, թե հենց իր ուժերն են սպանել խաղաղ բնակիչների։ Իսկ կրակի թիրախում մեծամասամբ հենց Ասադին աջակցող ալավիներն էլ եղել են։ Ասադների ընտանիքը եւս այս համայնքից է եւ Իրանի ու Ռուսաստանի դաշնակիցներից։ Փորձագետները պնդում են, բազմաթիվ ապացույցներ կան, որ այս բախումներում Իրանի մատն է խառը։ Դեռ Ասադի տապալման ժամանակ էր Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին հայտարարել, սիրիացիները ոտքի կկանգնեն Ալ-Շարայի իշխանության դեմ։ Իրանի այս հետաքրքրությունը լարում է տարածաշրջանային մեկ այլ խաղացողի՝ Թուրքիային։ Անկարայում ուզում են, որ Սիրիայում իշխանության մնա հենց իրենց աջակցությամբ եկածը՝ Ալ-Շարան։ Բախումներից բառացիորեն օրեր առաջ Թուրքիայի գլխավոր դիվանագետը շրջանցել էր դիվանագիտական լեզուն ու ասել, թե Թեհրանն աջակցի սիրիական ընդդիմադիր խմբերին, մեկ այլ երկիր էլ հնարավոր է նույն բանը իրենց հետ անի։ Իսրայելն էլ մի կողմից, ավելի կոնկրետ հարավ-արևմուտքից է գրավել Սիրիայի մի մասն ու շահագրգռված է սեփական ազդեցության ընդլայնմամբ։ Սիրիան այս օրերին տեսավ վերջին 3 ամսվա ամենամեծ ու արյունոտ բախումը, բայց այնպես չէ, որ միակը եւ ամենայն հավանականությամբ ոչ վերջինը։ Եթե օրինակ երկրի հյուսիսային որոշ հատվածներում կառավարական ուժերի յուրային թուրքերն են ու թուրքամետ ուժերը, ապա հարավ-արևմուտքում Իսրայելն է, հյուսիս-արևմուտքում Ասադի հավատարիմները, հյուսիս-արևելյան մի խոշոր հատվածում էլ Սիրիայի դեմոկրատական ուժերը։ Իսկ նա, ում գլխի համար Միացյալ Նահանգները տարիներ առաջ $10 միլիոն էր խոստանում, այսօր փորձում է գլուխ բերել Սիրիայի կառավարումը։ Մի երկիր, որի աշխարհագրական առանցքային դիրքը հետաքրքրում է տարածաշրջանային խաղացողներից մինչև համաշխարհային հզորներ, Ասադների իշխանության հետ առնչվող թմրավաճառներից մինչև փողլվացողներ։